Լսի Բելա, դու մի նեղացի մեզանից, մենք ուզում ենք օգնել քեզ։ Կարինա, թողեք դուրս գամ, այս արդեն նորմալ չի։ Տես է, մեզ ասաց աննորմալ։ Ես դա նկատի չունեի։ Լավ, դե մի նեղվի, մենք հեսա քեզ կօգնենք։ Դե ինչ, ջրենք կոշնած ծաղիկը։ Լինել ողջ դպրոցի առաջ թրջված, երբ բոլորը տեսնում են ինչ ծանր վիճակում ես, և լինել թրջված ներսից, երբ ոչ ոք չի տեսնում քո հոգու փլատակները։ Բելա, ինչ էիր ուզում ասել, ասա։ Ես ուզում եմ ասել, որ Ինեսան հրաշալի ընկեր է։ Մենք նոր ենք իրար ճանաչում, բայց ես արդեն հասկացել եմ, որ ինքը շատ լավ մարդ է։ Ամեն։ Լավ, հանգստացեք։ Դուք էլ նստեք Լևոն ու Ինեսան։ Ինձ էլ թվաց կպատմես, թե ոնց է եղել ամեն ինչ։ Ապրես Բելա։ Ես քեզ ուզում եմ տրամադրություն բարձրանա։ Ինչ ես տխուր։ Տխուր չեմ ապրես։ Խորհուրդ եմ տալիս լավ տրամադրվեք, պատրաստվեք ու կենտրոնանաք նոր ուսումնական տարվան, որովհետև իսկապես սովորելու շատ բան ունեք։ Ընկեր Ստեփանյան, մի բան հարցնեմ, էլի։ Լևոնն ու Կարենը կարան իրար կողք նստեն։ Ինչու։ Սա էլի մի ուրիշ բան ասելու է։ Դե մեկը ձեռ չունի, մեկն էլ ոտք չունի։ Իրար կլռացնեն, էլի։ Ճիշտ է, երկու գլուխ կունեն, հա։ Բայց դա տենց լավ կլինի, էլի։ Լսի արա։ Լևոն, խնդրում եմ նստիր։ Յանի ինչ պետք է աներ, որ Թարգի դավա։ Ներեցեք, ես տնօրենի աշխատասենյակն էի փնտրում։ Դուրս եկեք աչի վրա։ Լավ, շնորհակալ եմ։ Բայց ոնց որ թե մոտը ծնող կար։ Դուք եք ծնող։ Չէ, ես ուսուցչուհի եմ։ Կուզեք այստեղ սպասել։ Չգիտեմ, ճիշտն ասած Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընկեր Տոնոյան ձեզ մոտ են եկել։ Ես Լարան եմ, Ավակյան Լարան։ Մարթան իմ մասին ձեզ ասել էր, ասել եք, որ այսօր գամ։ Հա, հիշեցի։ Եկեք ինձ մոտ կխոսենք։ Շնորհակալ եմ։ Բելա, դե լավ, խնդրում եմ դու էլ արի, էլի։ Կինոյի այլ 2 ժամից կվերջանա։ Չէ, երեխեք չեմ կարա, դասերս չեմ հասցնի, հետո ֆրանսերենս։ Ինչ ֆրանսերեն։ Մենք ֆրանսերեն ենք անցնում։ Չէ, ես ինքնուրույն եմ սովորում։ Ինչի համար։ Որ սովորեմ։ Սովորում ես, որ սովորես։
Բելա, մի հատ կգաս։ Մի հատ քո օգնությունն է պետք։ Իմ, թե Բելայի։ Իսկ դու կօգնես։ Ես թե Շաքեն։ Դու։ Էլի վատացավ։ Վարդան։ Վիկա ինչ ա եղել, ինչ ես անում։ Բելան ուր է։ Ես էստեղ եմ։ Կոլեգա, մի հատ կգաս քո օգնությունն է մեզ պետք։ Հիմա։ Չէ, հաջող լուսնի 16-րդ օրը։ Դա այսինքն մոտ 7 օրից։ Դե լավ էլի, դե արի էլի մի հատ ասում եմ։ Ինեսա, դու ոնց ես այս աղջկա հետ շփվում։ Շատ տարօրինակ է ախր։ Ինչի, լավ աղջիկ է։ Ճիշտ է, տարբերվում է բոլորից, բայց լավ մարդ է։ Ողջույն հորս հետ էլի կռվեցի։ Ադե կռվելը ո՞րն է։ Ինքը ասեց ես լսեցի էլի։ Որ նենց էին բողոք է, նենց բաներ էին ասե։ Արա հերիք թողեց երկու բառ խոսամ։ Թե բա դու արդեն դպրոցում շատ ես խոսացել հերիքա։ Հա դե ճիշտ է ասում էլի։ Հա, գոնե դու տենց մի ասա։ Շատ ես քեզ հավայի խնդրի մեջ գցում։ Հա, դե քեզ ինչ կա, ձերոնք ստե չեն։ Տատա տսկե վրա չի ջղայնանում։ Լավ, թուլացի, վատ բան չասեցի։ Քեզ երբ եմ ասա մերոս թեմայով բերանը չբացես։ Մեր ստատիիդ եմ տեսել։ Որտե՞ղ։ Տոնյանի սենյակի մոտ։ Իմ նպատակն է երիտասարդացնել դպրոցը, որ ուսուցչական կազմում լինեն բացառապես երիտասարդ մասնագետներ։ Ինչպես տեսնում եք, դա ինձ հաջողվել է։ Հա։ Մեր վերջին թոշակառուին մայիսին ուղարկեցինք թոշակի։ Ճիշտ է չէր ուզում գնալ, բայց ես իր հետ խոսեցի եւ բացատրեցի, որ իրեն հանգիստ է հարկավոր։ Մեզ էլ նոր կադրեր։ Գիտեք, ես միշտ կարծել եմ, որ տարիները միայն նպաստավոր են ազդում ուսուցչի աշխատանքի վրա։ Դե նկատի ունեմ, որ տարիների փորձը ավելի մեծ հմտություն է բերում։ Այդպես չէ։ Ոչ միշտ։ Ժամանակները փոխվել են, երեխաներն էլ են փոխվել։ Եթե մասնագետը պատրաստ չէ ժամանակին համընթաց քայլելու, ինքը ուղղակի չի կարող հասկանալ երեխաներին։ Գիտեք, տատիկս մինչև 73 տարեկան աշխատել է դպրոցում որպես մանկավարժ եւ եղել է աշակերտների ամենասիրելի ուսուցչուհին միշտ։ Հիմա ինչ։ Սպասենք ձեր 73-ամյակը լրանա նոր ընդունենք աշխատանքի։ Մեզ մասնագետ անհրաժեշտ է։ Եթե պատրաստ եք անցնել աշխատանքի, կարող եք վաղվանից գալ, եթե ոչ… Չէ, իհարկե, ես պատրաստ եմ եւ շատ եմ ուզում աշխատել։ Հրաշալի է։ Հա լավ ժաս, չես կարում դասերից հետո գնաս։ Չէ, բանը մոռացել, պետք է արագ գնամ տուն վերցնեմ։ Ինչ ես մոռացել։ Գոնե ասյային ասա հանգիստ գնա էլ։ Չէ, չեմ կարա։ Չես կարա, որովհետև ուրիշ բանի համար ես չէ գնում։ Կարեն, դու իմ ընկերն ես, չէ։ Ընկերները միշտ չի, որ պետք է այդքան հարցեր տան։ Ժաս, ընկերները պետքա անհանգստանան։ Իսկ ես անհանգստանում եմ։ Անհանգստանալու բան չկա, լուրջ եմ ասում։ Հանգիստ տեղի։ Այն Վարդանը ինչ եղավ։ Ասեց բանը մտածել ու կորավ։ Հա դե հասկացա, որ պետքա ստեղից շուտ կորի։ Դե ապրեք դուք, ընտիր ընկերներ եք։ Դե լավ մի բողոքի։ Այն այ կա ֆորթոն։ Սպելային խիաբերել։ Զուտ հիշողությունը թարմացնելու համար։ Ժասմին Բելա Ժասմին, Կարեն Բելա Կարեն։ Բայց ես հիշում էի իրենց անունները։ Վարդան հեսա զանգը կտա, ես պետք է արագ աննկատ դուրս գամ։ Մի հատ ասա ինչ ա մտածել ես անգամ քո հանճարեղ ուղեղը։ Հանճարեղը ոնց որ թե մի քիչ հեգնամքով էր ասված, հա կար։ Նկատեցիր։ Ես մենակ նկատում եմ, որ Ժասմինը քո սպանության պլանն է գծում։ Ժասմինը եթե պլան գծող լիներ, հիմա շուտ էր դասից փախել։ Վարդան մի անգամ էլ թեմայից դուրս բան խոսացիր, լուրջ եմ ասում։ Կներեք։
Մի րոպե, կներեք։ Ես ինչի եմ այստեղ։ Վերջապես մեկը կոնկրետ հարց տվեց։ Հիմա ես քեզ կասեմ, թե ինչ ենք անելու, բելա չաո։ Դու ինձ ասացիր բելա չաո, ինչը նշանակում է հաջողություն գեղեցկուհի։ Ահա, հիմա մեր գեղեցկուն հաջողություն ենք ասում ու կդառնա օպերացիա բելա չաո։ Բան չեմ հասկանում։ Առանց խոճապի, բելա, նա ինչ ես անում։ Մոտենում ես անվտանգության աշխատակցին, ասում ես, որ դու նորեկ ես դպրոցում ու չես հիշում, թե որտեղ է բուֆետը։ Խնդրում ես, որ քեզ ուղեկցի։ Բա որ չուղեկցի։ Որ չուղեկցի կլացես։ Ու այդ խոշոր աչքերով կնայես իրան։ Հա, արագ-արագ կթարթես ամել։ Ու կժպտաս։ Հիմա լաց լինեմ, թե ժպտամ։ Մի բան կանես, կարևորը հենց արա հետդ գա։ Չէ, երեխեք, չեմ կարող։ Ես ախր շատ աննկարագրելի վատ եմ համոզում։ Ես Բելա ժամանակ չկա, խնդրում եմ օգնի, ելի պետք է աննկատառակ դուրս գամ, խնդրում եմ։ Նոր դպրոց, նոր ընկերներ, նոր կյանք։ Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, ուրեմն պիտի անես այն, ինչ նախկինում չես արել։ Լավ է, որ քո վրա հույս են դնում, բայց վատ է, որ նոր կյանքը սկսում է խաբելով։ Կներեք, բարև ձեզ։ Բարև։ Հաշվի առնելով, որ դուք շատ զբաղված եք եւ որ սա ձեր աշխատանքի հիմնական գոտին է եւ լիարժեք գիտակցելով ձեր աշխատանքի պատասխանատվության ողջ լրջությունը, այնուամենայնիվ ուզում եմ ձեզ չնչին շատ փոքր հարցով անհանգստացնել։ Հա? Դեմ չէիք լինի ինձ ուղեկցել, քանի որ ես նորեկ եմ եւ դեռ լավ չեմ կողմնորոշվում դպրոցի տարածքում, քանի որ այն կառուցված է հետխորհրդային տարիներին, բայց խորհրդային ճարտարապետության կանոններով տեղավորելով այս տարածքի մեջ անտեղավորելին, եւ չնայած ես շատ հեշտ եմ կողմնորոշվում տարածության եւ ժամանակի մեջ, բայց այնուամենայնիվ ես քաղցած կմնամ, եթե դուք ինձ մեծահոգաբար չուղեկցեք բուֆետ, որպեսզի ես կարողանամ չնչին փոքր սնունդով հագեցնել իմ քաղցը եւ շարունակել կրծել գիտության գրանիտը։ Կոնկրետ ասա ինչ ես ուզում։ Կարճ, շատ կարճ։ Ինձ կուղեկցեք բուֆետ։ Են կողմնա։ Հասկացա։ Քանի որ այն կողմը արտահայտությունը իր մեջ պարունակում է դպրոցի ողջ հյուսիսային հատվածը, իսկ ես հյուսիսին դեռ ծանոթ չեմ, քանի որ մեր դասարանը գտնվում է հարավային։ Լավ։ Արի։ Վրդո։ Ասում ես, ես Բելանովա։ Էսուր։ Ստեղա տատիս։ Դու գնա դասարան։ Չէ, Ասիա, ստեղա տատիս։ Իրան են տեսել։ Հա, մեզ իրան են տեսել։ Տոնյանի մոտ է, բայց դու գնա դասարան, ինչ կլինի։ Ահա, զանգն էլ տվեց։ Գնա դասարան։ Չափերը տանցար։ Տատ, ինչի ես եկել։ Չհասկացա։ Մեր սարի գնանք, հետո կխոսես տատիկիդ հետ։ Բան ունեի խոսելու ընկեր Տոնոյանի հետ։ Դու ինչի դասարանում չես։ Ինչ ունես խոսելու։ Դե բավական է։ Հերիք է քեզ այնպես պահես ասես, ես էստեղ չեմ։ Ընկեր Տոնոյան, երեխան ուղղակի անհանգստացավ։ Տիկին մանան, ինձ կներեք, բայց ես իմ աշակերտի հետ ինքս իմ հարցերը կպարզեմ։ Մնում էր տատիս բերանը փակեք։ Մելս։ Այստեղ դու առաջին հերթին աշակերտ ես, հետո նոր տատիկի թոռը, իսկ հիմա անցիր դասարան։ Եթե իմ հետ կապված հարց կա, ինձ ասեք։ Տատին ստե հասցնել պետք չի։ Դա ես եմ որոշում ինչ պետք է, իսկ ինչ ոչ։ Ասիա ուղեկցիր դասարան։ Տատ, արի ես քեզ տուն կճանապարհեմ, հետո կգամ ինձ կասեք ինչ պետք է։ Մելս, դու արդեն քեզ անտանելի ես պահում։ Գնա դասարան եւ զբաղվի քո դասերով։ Հենց հիմա։ Բայց տատ, Ասեցի հենց հիմա։ Կներեք ընկեր Տոնոյան։ Չէ դուք տեսաք։ Տեսնում եք ինչպես է իրեն պահում։ Ուղղակի անտանելի է։
Դուք գիտեք Մելսը ինչի միջով է անցել։ Գիտեք նաև, որ ծնողների բացակայությունը շատ է փոխել նրան։ Տիկին Մանան, հավատացեք, ես շատ եմ ուզում, որ Մելսի համար ամեն ինչ լավ ընթանա, բայց ոչ ես, ոչ դուք չենք կարող ոչինչ փոխել, եթե նա իրեն էսպես պահեց։ Հուսով եմ հարցը հեռացնելու մասին չի։ Դեռ ոչ, բայց հավատացեք, միայն ձեզ համար։ Ցանկացած յուրաքանչյուր այլ աշակերտ այս պարագայում այլևս այս դպրոցում չէր սովորելու։ Շատ լավ։ Ես կխոսեմ Մելսի հետ շատ խիստ եւ շատ լուրջ կխոսեմ։ Շնորհակալ եմ։ Ժաս, ինչ կա, ուր ես։ Հեչ, բացակաց դրել են։ Հա, բա ինչ են արել։ Լսի կարող է դասերից հետո գանք քեզ վերցնենք տեղ գնանք իրար հետ։ Չէ, վարդ այսօր չէ։ Ինչի համար։ Ինչ ա եղել, ինչի ես ասում, Ժասմին։ Մամա ինձ հետ հյուր եմ գնալու, պատրաստվում եմ։ Ես քեզ հետո կզանգեմ։ Խնդրում եմ, մենակ չհասկանա, որ ես եմ, խնդրում եմ, մենակ չի։ Ես ինձ հետևում ես։ Վարև, ո՞նց ես։ Ես, իմ հետ ես։ Բա ինչ գործ են ասում Բաքում։ Էս էր բակն է։ Անկեղ չգիտեի, որ ձեր բակն ասե բակ։ Իդեպ շատ հավես բակ է։ Իրոք շատ հավես բակ է։ Բա ո՞նց ես, ինչ կա։ Ինչի՞ չէիր գալիս դասի։ Չնայած դա իմ գործը չի։ Ես ճիշտ ասած լիքը տնայիններ եմ անելու, գնամ էլի արդեն։ Կտեսնենք վաղը, չնայած տեսնվելը ո՞րն է, ուղղակի նույն դասարանում ենք նստելու։ Այդպես Ժասմինին օգնեցի, որ դուրս գա դպրոցից, համ էլ բուֆետի տեղն իմացա։ Կարելի էր բուֆետի տեղն իմանալ առանց արկածների։ Ինչ կուտես։ Ես։ Նեսա ջան։ Տեսա որ ես կողմս գալիս։ Ինչ հյուրասիրեմ։ Չսպասի։ Սամբարի օր։ Բարի օր, ես ճիշտ է, փաստորեն որ ավտոյի տակ ես ընկել։ Հա, բայց նորմալ է սա։ Մեզ երկու ծրանից կտաս։ Դու ես բան ուզում։ Ես։ Չէ, ես երևի գնամ։ Եթե կանգնես, ես կանցնեմ։ Սամո մի հատ սրանից դուր։ Թույլ կտաս անցնեմ։ Սա ինձ։ Չէ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես կվճարեմ։ Ինչքան պիտի վճարեմ։ Ստեղ Մելսը չի վճարում։ Չէ, բայց ես Մելսը չեմ։ Դե դա արդեն Մելսի հետ։ Իսկ այստեղ գնահատականներն են։ Այսպես։ Իրականում բարդ բան չկա, եթե ամեն օր լրացնեք չի կուտակվի։ Լրիվ պարզ է ինձ։ Լար, դեռ այստեղ ես։ Ահա, Վահերն առաջարկեց, որ ինձ էլեկտրոնային մատյանները ցույց տա։ Ես ցույց կտայի։ Չէ, ինձ համար դժվար չէր։ Աբգարյանը ինչ եք տեսել։ Ոչ մի տեղ չեմ գտնում։ Չեմ հասկանում, ուր է անverջ կորչում։ Ընկեր Տոնոյան, նախարարությունից էին զանգել։ Ասացին վաղը հայոց պատմության նոր ուսուցչուհի է գալու։ Բայց ես
Ուսուցչուհու կարիք չունեմ։ Ասացին հրամանը կա, հստակ է, պիտի ընդունենք։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Ասի ես չասեցին հետովա։ Չէ, բայց ասեցին, որ վաղը արդեն կգա։ Հետաքրքիր է։ Շատ։ Մնում է ինչ որ հրաշքով մեր Տոնոյանի սրտով լինի։ Դու քո ասացին հավատացիր։ Բելկներես, անկեղծ ինձված դուրս ես եկել բուֆետից։ Լևոնն այնքան ոնց բացատրեմ, այնքան Լավն է։ Այնքան լավն է ու շատ իր հոգատար, որ մի անգամից ամբողջ ուշադրությունը իրենով արեց։ Դրա համար էլ չնկատեցի, բայց խոստանում եմ հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեմ։ Չէ, դու այդ մասին մի մտածի։ Ես շատ ուրախ եմ, որ դու քեզ լավ ես զգում ու որ երջանիկ ես։ Իսկ ես իրոք դուրս էի եկել բուֆետից։ Շատ կուզեմ միասին դուրս գանք երեքով, քայլենք։ Համել Լևոնի հետ քեզ նորմալ կծանոթացնեմ, որ հետո այսպիսի դեպքեր էլ չլինի։ Հա, դուրս կգանք։ Նեղացած չես, չէ։ Գիտես չէ, կինո էլ չգնացի, հետո մենք միասին երկուսով կգնանք։ Հասկացա, լավ պարզ է, հա։ Կսպասեմ զանգիդ։ Հա, սուր։ Ինչ են ասում։ Էլի ուզում են, որ կիրակի օրը արտահերտ աշխատես։ Չէ, հակառակը։ Հակառակը։ Ահռելի տպարանա։ Իրանց համար արհեստական բանականությունը ավելի արդյունավետ է ու ավելի արագ, փաստորեն։ Հաստատո՞։ Ասացին, եթե ինչ-որ հաստիկ լինի, կզանգեն։ Ասում ես էլի 20 տարի միտեղ աշխատես, որ զանգով մի վարկյանում գործից ազատ եմ։ Ոչինչ, մի բան կմտածենք, չնեղվես։ Երեխան հանկարծ բան չասես։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բելայի տունն է, չէ։ Հա։ Բելայի տունն է, բա դուք ով եք։ Մենք Բելայի դասընկերներն ենք։ Նոր դպրոցից։ Եկել ենք տեսնենք Բելան ոնց է։ Այսօր ժամին, բա դպրոցում իրար չեք տեսել։ Հո բան չի եղել դպրոցում։ Չէ, բայց եթե շատ ուշան են կարող։ Չէ, ներս եկեք։ Ես հիմա կգնամ Բելային կկանչեմ։ Մերսի, մերսի։ Ձեր անունները։ Վարդան Կարեն։ Վարդան Կարեն։ Չէ, ես եմ Վարդանը, ինքը Կարենն է։ Հասկացա։ Լավ եք սովորում։ Էլեկտրոնային օրագիրս ցույց տա։ Վարդանը բացարձակ երազանցիկ է, ես էլ վատ չեմ սովորում, էլի։ Հասկացա։ Վարդան։ Որտեղից եք իմացել մեր տան տեղը։ Վիկայից իմացանք, բայց ուրախ չես որ քեզ հյուր ենք եկել։ Դե հա, լավ եք արել, ուղղակի զարմացա։ Ես էլ զարմացա, գիտես։ Դե սուր, արի մենք գնանք խոհանոց, իսկ դուք նստեք։ Ես հիմա թեյ կբերեմ։ Մերսի։ Շնորհակալություն։ Հա, եկեք նստեք, համեցեք։ Բելա, մենք մի քիչ ուրիշ բանի համար ենք եկել։ Ինչի համար։ Ժասմինի հետ խոսալա պետք։ Մեզ չի լսում, կարող է քեզ լսի, չգիտեմ։ Ինձ։ Բայց դուք իր հին ընկերներն եք, ինձ 2 օր է ճանաչում։ Հա, բայց դու աղջիկ ես, եթե չէիր նկատել։ Հետո, չգիտեմ, դուք այդպես բայերին ավելի լավ կհասկանաք իրար, ինչ եք անում, դուք ինչ եք խոսում, չգիտեմ։ Մի խոսքով պիտի խոսաս հետը։ Ինչ պահերին, ինչ ա եղել։ Մենք էլ նորմալ չգիտենք, բայց
ոնց որ Սևակի հետ է կապված։ Սևակ նովա։ Կլինի փոխվես դուրս գանք ճանապարհին կպատմենք։ Լավ, բայց պիտի պապային հարցնեմ։ Սպասեք։ Ինչ ասեց։ Պիտի հարցնի հորից։ Այսինքն թույլտվություն վերցնի։ Տատ։ Այսօր ինձ էիր պաշտպանում դպրոցում, հա? Բա ինչ են քեզ կանչում։ Բա ում կանչեին։ Նման դեպքերում ում են կանչում մեզ։ Ինչ ուզում ա թողանեմ։ Թող քեզ չանհանգստացնեմ։ Այդ իրենք ինչ չեն անհանգստացնում։ Դու ես ինձ անհանգստացնում քո պահվածքով։ Ինչ են կանչում, որովհետև շատ են ուզում ինձ տեսնեն, որովհետև ես անելիքներ չունեմ։ Ինձ կանչում են, որովհետև դու ես դրա առիթը ստեղծում, տղա ջան, հասկացար։ Մեզ 6 ամիս ժամանակ են տվել մեզ։ Մեզ։ Ահա, ինձ ու քեզ։ Ինչի համար են ժամանակ տվել։ Նրա համար տղա ջան, որ դու նախորդ տարվա գնահատականները շտկես, վարքդ ուղես եւ ընդգրկվես դպրոցի ներսում գտնվող որևէ խմբակներից մեկում։ Ինչ խմբակ։ Երեխա եմ, ինչ եմ։ 6 ամիս մեծ։ Ու ես եմ խնդրել այդ ժամանակը Տոնոյանից։ Ինչի համար ես ինչ-որ բան խնդրել։ Դե եթե գնահատում ես իմ խնդրանքը, ուրեմն կսկսես աշխատել քեզ վրա մեծ։ Տատ։ Ջան, մեծ, ինձ հարկավոր չի, որ դու ինձ համար կռիվ անես Տոնոյանի կաբինետում։ Ինձ հարկավոր չի, որ դու ինձ պաշտպանես, ինձ հարկավոր չի, որ դու պահանջես, որ ինձ չանհանգստացնեն։ Ինձ հարկավոր է, որ դու անես այն, ինչ ես եմ ուզում, մեծ։ Դու պետք է վերջապես ուղես քո գնահատականները, դու պետք է շտկես քո վարքը եւ վերջապես մի որևէ կողմնակի հետաքրքիր զբաղմուն գտնես քեզ համար, տղա ջան։ Տատ, ես ինչ էլ անեմ, մեկը իրանք տրամադրված են։ Ես ցույց կտամ, որ վախեցա ու կոտրվեցի։ Տղա ջան, որևէ մեկը չի ուզում քեզ կոտրի կամ վախեցնի։ Այլ ուզում են քեզ օգնեն։ Ու դու ցույց տուր, որ պատրաստ ես ընդունել այդ օգնությունը։ Ու կտեսնես ինչքան բան քո կյանքում կփոխվի, տղա ջան։ Լավ։ Դե սառեց արդեն։ Վերցրու։ Կարողա չխանգարենք։ Ինքը գալիս է ստեղ, երբ իրան վատ ազգում։ Չպիտի թողենք դուրս գար դասից։ Ինչի ուրա գնացել։ Հենց էդ էլ պետքա պարզես։ Ես։ Ախր ինձ չի պատմի։ Վարդան։ Այս ինչ եք անում, ստեղ ինչի եկել։ Եկել եք, որովհետև զանգերից չես պատասխանում։ Վերջի գրածիս է գրեցիր ինձ հանգիստ թողեք, ես լուզեր եմ։ Կներես իհարկե։ Բայց լավ չես։ Էդ ինչ ա վաբշե, ինչ ես քո մասին խոսում։ Երեխեք ինձ ուղղակի մի քիչ նկարել էր պետք։ Բելային ինչ եք բերել։ Ես ուզեցի գամ։ Հա, մեզ պոչ եղավ։ Ասեցի չես կարա գաս Ժասմինի թաքուն տեղը, ասես չէ, ինձ հետաքրքիր է, ես պետքա գամ։ Վարդան, քո կարծիքով չեմ հասկանում, որ խաբում ես, որովհետև ըստ քեզ աղջկան կարա հասկանա մենակ աղջիկը։ Ժաս, կասես ինչ ա եղել այսօր։ Ուղղակի ասա։ Ժաս, ճիշտ չի որ այսքան լրես։ Եթե ընկերները տեսքան անհանգիստ են, պետքա խոսես։
Հետո իրանց երևակայությունը ավելի առաջ կգնա ու ավելի վատ բաներ կսկսեն մտածել։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Ոնց ես կարող սենց համուզես դու մարդկանց։ Ժաս։ Երեխեք այսօր Սևակենց բակ էի գնացել։ Դե որ հասկանամ, իրա մամայի ավտոմեքենան բակում է, թե չէ, կամ պատոհանի լույսը վառվում է, թե չէ։ Ու հետո մի քիչ նստեցի, պատահական Սևակին էլ տեսա։ Հետո։ Երեխեք նենց եմ խայտարակ եղել, նենց չեք պատկերացնի, այնքան ամոթ էր, որ այդ պահը հիշում եմ, ուզում եմ սենց փոքրանամ ու գետինը մտնեմ։ Ապուշ դուրս տվեցի ու հիմար խոսացի։ Լավ չի։ Հա ոչինչ, ինչ անենք։ Հա տենց միշտ լինում է, բոլորի հետ էլ պատահում է։ Հա։ Ինձ հետ անընդհատ լինում է, որ ես ինչ-որ թարս բան եմ խոսում, կամ մի գաղտնիք ասեմ, ես միշտ ամեն ինչ ձեռքիցս գցում եմ ու ինչ-որ մարդկանց եմ դիպչում։ Առաջ շատ էի նեղվում, ամաչում էի։ Հետո հասկացա, որ ամենապատասխանատու պահերին մարդիկ անհանգստանում են, հուզվում են, ու դրա համար հնարավոր է անել բաներ, ինչով քեզնից կախված չի, ու դրա համար պետք է ինքդ քեզ ներես։ Չէ, ես չեմ կարող սենց։ Դու ինչ-որ հիպնոզ անելու տեխնիկա գիտես, հա? Չէ, չեմ հասկանում։ Չէ, բայց ճիշտ բան է ասում։ Ժաս, պետք է այսօրվա ապուշ պահվածքիդ համար քեզ ներես։ Հա, ասա Ժասմին, ես քեզ ներում եմ։ Ժասմին, ես քեզ ներում եմ։ Ժասմին, ես քեզ։ Ժասմին, ես քեզ ներում եմ։ Վերջ, ես ինձ ներում եմ, որովհետև իրավունք ունեմ տարօրինակ լինել։ Ես էլ ինձ եմ ներում, որովհետև իրավունք ունեմ, չէ՞ մտքի գիգանտ լինեմ։ Դե ես էլ ինձ եմ ներում, որովհետև կարամ ուրիշներից տարբերվեմ։ Հա։ Դու էլ ասա։ Ես ինձ ներում եմ, որովհետև իրավունք ունեմ աննկատ լինել։ Բելա, դու իմ իմացած ամենանկատելի մարդն ես։ Դու հենց մտար դասարան, միանգամից աչքս մտար, ախր քեզ չնկատել չի լինի։ Դու շատ լավն ես, Բելա։ Զբաղված եմ, Մելիս։ Կարճ կտևի։ Ես մտածել եմ ու որոշել եմ իմ անելիքը։ Եվ Ես կուղեմ գնահատականներս, կուղեմ վարքս։ Կգնամ այդ խմբակներից ինչ-որ մեկին, բայց մի պայմանով։ դու չես կարող պայմաններ դնել։ Տատիկիս հետ դպրոց չեք կանչում։ Իրա սիրտը թույլ է։ Դուք չգիտեք, բայց իրան չի կարելի անհանգստանալ, նեղվել։ Ու հիմա ես ինչ անում եմ, իր հանգստության համար եմ անում։ Ու դրա համար ուզում եմ վստահ լինեմ, որ այս ամեն ինչը իզուր չի։ Իրան դպրոց չեք կանչում։ Եթե դու կարողանաս քո խոստումը կատարել, տատիկիդ կանչելու պարզապես իմաստ չի լինի։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք 6 ամիս, Մելս։ Եթե կարողանաս բոլոր ասածները տանես, շատ լավ, եթե ոչ… Տեղավորվեք երեխեք։
Վստահ ես, որ այստեղ պիտի նստես։ Խնդրում եմ ուշադիր, այսօր կարևոր թեմա ենք անցնելու։ Բարև ձեզ, կարելի է։ Նստի Սևա, կարագացրու։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է, ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է, երբ ուզում եմ խաղաղվել պատերազմում եմ, երբ ուզում եմ մտածել ես երազում եմ, ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է, մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է, մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեկ, այսօր ազատ եմ, արի հանդիպենք, աչքերս վերցրու քեզ, տեսեն ինչ տեսնում եմ ես, տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես